Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցները վերջին շաբաթներին ավելի հաճախակի են դարձել։ Սա չի խանգարում գյուղում ամանորյա տրամադրություններին։ Բաղանիսի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը ցույց տվեց իրենց բակում քիչ առաջ ընկած պարկուճը, նշելով, որ իրենց համար կրակոցները սովորական բան են։ Երեխաները նրա խոսքով անվախ են մեծանում, ամեն օր պարկուճ են գտնում։ Օղի են քաշում, կրակոցներ եղան, կրակոցներից հետո երեխաները գտել են եւ խնդրեմ։ Ես չգիտեմ, որ զենքիցն է, բայց ամեն օր նման փամփուշտներ հայտնվում են մեր ձեռքում։ Դպրոցում աշակերտների ձեռքից են հաճախ հավաքում, որովհետեւ վտանգավոր է այնուամենայնիվ զենք է, չգիտես ինչի կծառայեցնեն։ Լարիսա Գրիգորյանը 1970-ից աշխատում է Բաղանիսի դպրոցում։ Կրակոցներին մեր ժողովուրդը շատ վաղուց անտելացել, չմոռանանք, որ 90-ական թվականներ են անցել մեր գլխով եւ մեր երեխաներն էլ այդ կրակոցների պայմաններում են մեծացել, կարծես սովորական մի բան է մեզ համար կրակոցները, պարզապես չենք ցանկանա, որ մեր թոռներն էլ, այս փոքրիկներն էլ ապրեին այն նույն վախը, սարսափը, ինչ որ ժամանակին ապրել են մեր երեխաները, բայց սովորական իրավիճակ է։ Նրա խոսքով բաղանիսցիները շատ են սիրում իրենց գյուղը, դրա համար էլ չեն արտագաղթում, մեկնում են արտագնա աշխատանքի եւ վերադառնում։ Բաղանիսցիները 2 տոն ունեն շատ սիրելի, որը մեծ շուքով են տոնում՝ Ամանորն ու Վարդավառը։ Եվ կարելի ասել երկուսն էլ այսպես շուքով է նշվում մեր ժողովրդի կողմից։ Ամանորին մեր ժողովուրդը միշտ սրտատրոփ է սպասել։ Հիմնականում խոզն ենք մորթում, եթե չենք մորթում, ապա բուդն ենք վերցնում, հարևանից եւ այլն։ Մսեղենը առաջին հերթին, հետո հացն ենք թխում, թխվածքն ենք թխում, մրգեղենը, չրեղենը, ամեն ինչ նախապատրաստում 31-ի երեկոյան եւ հեռուստատեսության լավագույն հաղորդումներն ենք նայում եւ մեր սեղանեկցում եւ տոլման փաթաթում հավաքված է լինում ամբողջ ընտանիքը, երեխաներ, թոռներ, բոլորով միասին մեր Ամանորը նշում ենք։ Այս տարի միրգը մեզ մոտ քիչ է, միրգն ենք գնելու, մնացածը մեր պատրաստած ամեն ինչը կա, սեղանին ենք դնելու եւ վայելենք։ Պնդուկը մեր այգուց է, ընկույզը մեր այգուց է, իհարկե հիմա սեղանին չի։ Ընկույզից սուջուխ ենք պատրաստում, խաղողն է մեր ընդորում, խաղողը եփում ենք, ալյուրով խտացնում ու պատրաստում։ Պատրաստում ենք հոկտեմբեր ամսին 3-4 օրում չորանում է, բայց ես մի քիչ ուշ եմ պատրաստել ժամանակի առումով չհասցրի, նոյեմբերի վերջերին մի 10-15 օր այդպես հանգիստ իր համար չորանում է։ Հիմա արդեն պատրաստ վիճակ է, երեխաները շատ են սիրում, հարսները շատ են սիրում, տանում են մինչև Մոսկվա, Երևան, որպեսզի վայելեն։ Իսկ մեր նոր տարվա սեղանի զարդերից մեկը լինելու է։ Հիմնականում մեր պատրաստած գինին ենք դնում սեղանին, մեր օղի ենք թորում, հենց հիմա օղին ենք դնում սեղանին, հացը մենք ենք թխում, մեղրը մեր արտադրած մեղրն ենք դնում, հիմնականում մեր ունեցած ուտելիքներն են լինում մեր սեղանի վրա եւ ավելի հաճույքով են օգտվում բոլորը, քան թե եթե պիտի նման բաներ շուկայից գնեի։ Մեր ժողովուրդը հիմնականում այդպես է, թթուներ ունենք, տարբեր տեսակ վարունգ են փակում, կաղամն են դնում, սեղանալիքը նման սննդամթերքներ։ Խառնում եմ ուժեղանակրակ, այ մոխի խառնում եմ, ես շեղջ ավելի ուժեղանում ու արագանում է։ Ես դիտեղն էլ դրել եմ, ջերմության կորուս չի լինում, շուտ է։ Պես շուտ է ստացվում է, շուտ տականում է, սկսում է։ Ամուսինները օղի են թորում, կրակոցներից պաշտպանվելու համար միջոցներ են ձեռնարկել։ Ես էլ մի քիչ բերել եմ ստեղ, որ կրակոցներից մի քիչ զգուշ լինեմ դրա համար։ Այն այնտեղ բան եմ սարքել, ասենց։ Տեսնում եք ստեղ, այս պատուհանի առաջը հայտ եմ դասել, այս էլ գերաններ են։ Ապաստան նման բան եմ սարքել, դրան դիմաց էլի, որ տեսնում եմ բան ալում, գալիս եմ ստեղ, հետո էլ գնում եմ կրակից նայում։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ամփոփեց տարին 2015-ին Բաղանիսում ծնվել է 12 երեխա։ Գյուղապետի խոսքով սա մեծ թիվ չէ, բայց փոքր էլ չէ։
Ուրախալի փաստ է, ինքը թիվը մեծ թիվ չէ, բայց որ նայում ես ընդհանուր իրավիճակը, ընդհանուր մթնոլորտը, կարծում եմ վատ թիվ չի, իսկ մահացությունները հիմնականում 80 անց են եղել, այսինքն բնական սերնդափոխություն է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ 2015-ը ինքը լարված տարի եղել, այս սահմանային միջադեպերը ավելի հաճախակի են եղել, քան նախկինում, եւ լարվածությունը եղել նաև դեկտեմբերի 21-ի, 22-ի, լույս 22-ի գիշերը, գնդակոծություն եղավ հենց Բաղանիս գյուղի ուղղությամբ, բացի դիրքերի ուղղությամբ որ եղան, եւ մեր բանակի համապատասխան գործողությունից հետո կրակը դադարեցվել հակառակորդը, վնասները միայն նյութական են եղել, մարդկային տուժածներ, կորուստներ չունենք, եւ ընդհանրապես կարծես թե ցավոք սրտի այս ամեն ինչը դարել է մեր առօրյա մի անբաժան մասը, բայց մենք հանգիստ ենք նրանով, որ ունենք կայացած մարտունակ բանակ։ Կրակոցները դարձել են Բաղանիսի առօրյան։ Բաղանիսեցի լինելը դա կարգավիճակ է, դա կոչում է, դա ճակատագիր է, որ սահման պահենք, այստեղ յուրաքանչյուր ծնված երեխա ամենափոքրից եւ ամենամեծը անուղղակի սահմանապահ են։ Նարեկ Սահակյանը նշեց, որ վերջին 2 տարիներին սահմանամերձ գյուղերի նկատմամբ կառավարությունը վերաբերմունք է փոխել։ Ոռոգման ջրի 50% զեղչ, լույս եւ գազ, նորից 50% զեղչ, այսինքն ֆիզիկական անձինք եթե այդ վերնշածը սպառում են 50% կառավարությունը վերցնում է իրենց վրա եւ սեփականաշնորհված հողերի փոխհատուցումը։ Գյուղապետի խոսքով սոցիալականից բացի սա նաեւ բարոյական աջակցություն է։ Սահմանին այսօրերի լարվածությունը գյուղապետը մեկնաբանեց հետեւյալ կերպ։ Հիմնականում գնդակոծությունները փոխհրաձգությունը լինում է միշտ դիրքային, բայց 22-ի լույս 23 գիշեր եղել են գյուղի ուղղությամբ։ Երրորդ տարին արդեն ավանդույթ է դառել, 31-ի երեկոյան այստեղ Ձմեռ պապին գալու է Ձյունանշիկի հետ, երեխաները այս ժամին այստեղ հավաքվելու են, Ձմեռ պապին անտառից է գալու, երեխաները նախապես Ձմեռ պապին գրել են նամակ ու ի զարմանս բոլորից մեծ մասամբ այդ նամակի ցանկությունները կատարվել են։ Երգերաշտություն կենթանի, երգերաշտություն փոքրիկները իրանց նվերները կստանան կգնան, այստեղ սեղանա դրվում եւ մինչեւ 11 անց այստեղ գյուղի երիտասարդությունը նայում մեծ ասակը քեֆ են անում ուրախություն անում դիմավորի 2016 թվականը։ Կարծես թե ավանդույթ է Բաղանիսեցու համար։ Սիրանուշ Պապյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։